Վաշինգտոնում ԱՄՆ կոնգրեսի շենքում տեղի է ունենալու միջազգային համաժողովի վերնագիրն եմ ասում Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանական էթնիկ զտման թեմայով եւ համաժողովը կազմակերպել է այսպիսի մի նախաձեռնություն կա, կազմակերպություն, գրանցված Բաքվի նախաձեռնություն, պատկերացնում եք կոնգրեսի շենքում լինելու է քննարկում համաժողով Հայաստանի կողմից ադրբեջանցիների հանդեպ իրականացված էթնիկ զտման թեմայով։ Իհարկե, հենց այսօր նույն օրը նաև կոնգրեսի մեկ այլ սենյակում հայ ռազմագերիների բանտարկության 1000-րդ օրվա առնչությամբ տեղի է ունենալու ԱՄՆ տարբեր կոնգրեսականների մամուլի ասուլիսը եւ ովքեր նորից պնդելու են ԱՄՆ կոնգրեսում քանիցս ընդունված բանաձևերը եւ կոչը Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ նախորդին արդեն Բաքվի դատարանում վերաքննիչ բողոքի ժամանակ իրենց խոսքում թե Լևոն Մնացականյանը, թե մյուս ռազմագերիները կրկին պնդել են, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում եւ պահանջել են արդարացում։ Հիմա Արցախի դրոշը դնելը Ֆրանսիայի հրապարակում կամ ընդհանրապես արցախցիների վերադարձի մասին չխոսելը արդյոք կանխեց Ադրբեջանին, որ չշարունակի արևմտյան Ադրբեջան ֆեյք թեման եւ հիմա էլ ԱՄՆ կոնգրեսում չկազմակերպի ինչ-որ տխմարագույն քննարկում ադրբեջանցիների էթնիկ զտման թեմայով հայերի եւ Հայաստանի կողմից։